Բարսելոնայում եղանակը տաքացավ եւ հիմա -5-ի փոխային -3-ա։ Տեսնենք թե դա ինչի շնորհիվ եղավ եւ կքննարկենք Լա Լիգայի 12-րդ տուրը, գնացինք։ Բարսելոնան ժամանեց Բալայդոս Սելտայի ստադիոն եւ խաղարկեցին Լա Լիգայի 12-րդ տուրը։ Այսօր մենք կքննարկենք թե ինչի շնորհիվ մենք հաղթեցինք այս խաղը, ինչ խնդիրներ ունենք։ Այսօր կքննարկենք մեր Պրայմ Լևանդովսկին, գնացինք։ Բարսելոնան հաղթեց Սելտային 4-2 հաշվով եւ կրճատեցինք բալերի քանակը Ռեալից։ Դժվար խաղում մենք հաղթում ենք Սելտային 4-2 հաշվով։ Դժվար ինչու, որտեվ մեր մոտ ամեն տարի խնդիրներ կա Բալայդոսում իրաց դեմ խաղալու։ 32 բախես դույան պամ սաղանցստայի սողոսում են ու իսո Մարկ Բեռնալը հետա գալու ու տժժտնելու 32 րոպե։ Դաժե եթե դու չես ումյան խաղացես, հիմա պետք է որ ինքը խաղար, որտեվ այս խաղում լիքը գոլ է Դանի Օլմոյի այդ պոզիցիան չհասկանալու ինչ անելու պատճառով, այսինքն ինքը չգիտեր ինչ աներ այդ պոզիցիան, որ մենք գոլ չուտենք, որտեվ դա օգնում է որ մենք պաշտպանվենք ավելի շատ, այդ ապորնի պոզաշիտան օգնում է որ մենք պաշտպանվենք։ Դանի Օլմոյը դա չի կաման, ինքը ավելի հարձակվողական ֆուտբոլիստ է, ինքը այս տարի вообще ոչ մի բան չի կաման իրականում, բայց եթե ինքը նորմալ դաժե կանաներ, այն ինչ որ կարում էր աներ, ես չգիտեմ вообще ինչա դուստան ներվես գնաց։ Всё, աչից Յամալ Ձախից Ռեշվարդ, հարձակվող Լևանդովսկի, ատակուչ Պոզաշիտնիկ, Ֆերմին Լոպես։ Առաջին թայմից սկսենք, որտեվ ամենակարևոր բանն առաջին թայմը իմ կարծիքով։ Առաջին թայմը սկսեց նրան շնորհիվ, որ Սելտան շատ ուժեղ պրեսինգ էր անում ու հետաքրքիրն է, որ ես այդպեսի խաղ չէի սպասում, ես սպասում եմ ավելի հանգիստ խաղ։ Առաջին րոպեներին գնդակը ոնց որ արագ է շարժվում ու մի տեղում չէր մնում, կոնտրատակայի վրա։ Գազում մենք գոլ դեռ չենք ուտում, հետո եղավ պահ, որ գնդակը տվեցին Ֆերմինին, Ֆերմինը ուզեցավ հարված անի ու գնդակը կպավ Մարկոս Ալոնսոյի ձեռքին եւ դրեցին պենալ։ Իմ կարծիքով պենալի մեջ ոչ մի անհասկանալի բան չկար, իմ կարծիքով հաստատ պենալ էր, որտեվ նույն ձևի Լևանտեի դեմ խաղում, երբ որ Բալդեն ձեռը այսենց էր, կպավ իր ձեռին պենալ դրեցին։ Իմ կարծիքով 100% ձեռը Մարկոս Ալոնսոն պիտի սովորի Չուամենից ինչպես կանգնել վրատար։ Bez կոմենտարի։ Լևանդովսկին վերցնում է գնդակը ու ծակում է վրատարի աջ ներքևի ուղղը, գոնե այս անգամ խփեց, եթե այս անգամ չխփեր, կարելի է ռադ անել իրան թեմից, բայց լավ, դա կատակ։ Սելտան խաղարկում է գնդակը, որպեսզի սկսի գոլից հետո։ Մենք գնդակը խլում ենք, Ֆերմինի իդեալական պատաչ անում Ռեշվորդին, Ռեշվորդը ընդունում է, ամենավատ ձևի ռեալիզացիա է անում, գնդակը Սելտայի խաղացողները բռնում են, վարկյանական կոնտրատակա մեծ գոլ են խփում։ Այս տպավորությունը ծուր գոլից հետո մեր մոտ սաղ մոռանան խաղալը ոնց է, գոլ են խփում, всё, давайте, կարելի է հանգստանալ ու ոչ մի բան էլ չանել։ Ես զարմանում եմ, ոնց կարելի է տենց վատ պահել այդ անտեր գիծը օֆսայդնի, դժվար է, դե Բալդեն ասենց ասեմ սաղ առավոտին է մերազում այդ օֆսայդի գիծը չէր աշխատում, բայց հիմա Բալդեն անասունությամբ է զբաղված, ես չգիտեմ։ Շնախարչինը խիա մեր պաշտպանության գիծը հելնում հասնում մեր հակառակորդի կիսադաշտ, մենք գոլ ենք ուտում ու խաղը մի քիչ հանգստացնում ենք, բայց նաև շատ վտանգավոր հարվածներ ենք անում, սաղ շտանգեքը ծակում ենք, կարևորը, ամենակարևորը ծակենք շտանգեքը։ Այս է պահը, որ Ռեշվորդը միանում է, դրիբլինգ անում ու պատաչ անում ու Լևանդովսկին մեջդունոկով կոդրում է վրատարին։ Գեղեցիկ գոլ էր, Լևանդովսկին մեզ ուրախացրեց, 2-1 հաշիվը ու նորից վարկյանական գոլ ենք ուտում։ Ես ուղղակի բան չունեմ ասելու, ոնց կարելի է վարկյանական գոլեր ուտել, չգիտեմ, քիչ կարելի մի քիչ ավելի հանգիստ խաղալ, մի քիչ ավելի զգուշ խաղալ, ես չգիտեմ ուղղակի։ Ապորնի զոնայում ոչ մարդ չկա, դա պիտի լիներ Դանի Օլմոն, բայց Դանի Օլմոնը չկար, Դանի Օլմոնը ինչ աննասունությամբ է զբաղված։ Մենք ինչ որ ահաբոր ձևի հարձակողական բանով ենք մտել, դաժե Դեյոնգը որ պիտի խաղա ապորնիկ, ինքը հելել էր, հասել էր աշխարհի ծերը, որ գոլ էր խփում։ Ինչ գործ ունես դու ուտե։ Ավելի լավ պաշտպանքը ապորնի զոնայից Իգլեսիասը ձիվատկեն ծակում է։ Ու դոճը սողը բառախոյի մեղադրեն կամ ու բարձին։ Որտեվ չէ բայել։ Դե դավայց, դե բայ իհարկե, անպայման։ Կսկսենք ստարտովի սաստավից։ Վրատար Վոյցեխ Շենսնի, պաշտպանական դուո Կուբարսի Արաուխո, ձախից Բալդե աչից Էրիկ Գարսիա, կունտեն թեթևակի տրավմա է ստացել, բայց մեջ դունարոտնի Պերերիվից հետո հետ է գալու։ Էրիկ Գարսիան Մոսկովա։ Ցենտրալնի ապորի պոզաշիտները պետք է լինեն Մարկ Կասադո եւ Դե Յոնգ, բայց Կասադոն թեթևակի դիսկոմֆորտ զգաց ու էլի բաց թողեց Յանալիա։ Մարկ Կասադոյի փոխային խաղա Դանի Օլմոն, ես ուղղակի bez կոմենտարիև չգիտեմ։ Մենք ունենք Մարկ Բեռնալ, մենք ունենք Քրիստենսեն, լավ, Քրիստենսենը
թեթևակի նորա վերականգնվել դրամից։ Մենք ունենք Մարկ Բեռնալ, ով որ խաղացել է ընդհանուր է սեզոնում, սա խաղել 32 րոպե, 32, դե դաժե մի թայմ չի։ Ամեն խաղում ինչ-որ զիբիլությամբ են զբաղված, ես բան չունեմ ասելու։ Դանի Օլմոն ապորնի պոզը, ես չգիտեմ, եթե դու ունես Մարկ Բեռնալ, դու խաղացում ես Դանի Օլմոն ապորնի պոզ, ինչ պիտի լինի Մարկ Բեռնալի հետ, որ իրան չխաղացնի, ես չգիտեմ։ Որտեվ 2 ամիս ֆորմը հավաքել է, ինձ թվում է մի քիչ նեպոնյատնի է, ես կուզենայի, որ ինքը եթար առենդա, որպեսզի մի քիչ արդեն խաղային օպիտ է հավաքեր, դա շատ լավ կլիներ մեր համար։ Առաջին թայմը չավարտվեց 2-2 հաշվով, Լամին Յամալը խփում է մեր երրորդ գոլը, Ռեշֆորդը պրաստրել է անում, կպնում է Իլիաշ Մորիբայի ոտքին եւ նա ասիստ է անում Յամալին, գենիալն ուղղակի, ու Մարինովն Յամալը գոլ է խփում, без կոմենտարի։ Մալադեց, ես տենց շատ բան չունեմ ասում Յամալի մասին, գոլը խփեց, կրասավչիկ։ Մնացածում դեռ դժվարանում է, այդ լաբոկի ցավերը դեռ ոնց թե լրիվ չի անցել, բայց ինքն է կամաց ֆորմա հավքում, մալադեց։ Բայց եկեք չշտապենք, ինքը կամաց თუ ֆորմա հավաքի, պետք չի ասել, որ ինքը արդեն հետ է եկել։ Իր հետ գալը կախված է իր դրիբլինգից։ Եթե իր մոտ դրիբլինգը չի ստացվում, այսինքն ինքը դեռ հետ չի եկել։ Երկրորդ թայմը սկսվեց ավելի հանգիստ, Խանսի Ֆլիկը բացատրեց, որ պետք է գնդակ ավելի շատ պահել ու չտալ Սելտային, որպեսզի կոնտրատակներ անեն։ Մենք ավելի հանգիստ սկսեցինք խաղալ, իհարկե մի քիչ պահերը քչացան Բարսայի մոտ, բայց նաև Սելտայի մոտ քչացան ու մեծ քանակությամբ քչացան, որտեղ Սելտան քիչ պահեր ունեցավ, որպեսզի կանա հարվածանի։ Դաժե մի պահ կար, որ Բարսելոնան պաշտպանում էր ավելի շատ նիսկի բլոկով ու չէր թողում, որ Սելտան մտներ Ծուգանային ու հարված կատարեր։ Այ հերվից է ուդարն անում, դե Սելտայի ուդարներն է կոսմոսա թռնում։ Դա ստաբիլ է։ 4 գոլը պրոստը անկյունային աշխատեցին, Ռեշֆորդը ծակեց գնդակը, գեղեցիկ պատաչեց, Լևանդովսկին շատ գեղեցիկ հարվածով ուղղեց դեպի դալնի ուղել, շտանգել, ծակեցինք ինչպես միշտ ամենակարևորը ու գոլ մտավ։ Խետրիկ խփեց Լևանդովսկին, շատ մալադեց ապրեց, հիանալի աղոք։ Մեր պապիկ, այո, մեր սիրելի պապիկ, մեր սիրելի Ռադելի ոչմ։ Դեյոնգը կարմիր է ստացել, չգիտեմ ինչ պիտի անենք, ճիշտն ասեմ, вообще, որտեվ Ատլետիկ Բիլբաոյի դեմ ոչ ելնելու է Պետրի, ոչ ելնելու է բան Դեյոնգ։ Իդեալ նոյակի ցենտր պոլը չունենք, Կասադոն կարող է չխաղա, որտեվ է դիսկոմֆորտ է կարող պատահական դառնա կրեստոաբրազի սվյազքի կոդրում, ու всё, давайте 800 տարի տրավմա է ստանալու։ Բեռնալին вообще դավերա չեն անում, ես ուղղակի չգիտեմ, գոնե մի թայմ խաղա այդ մարդը, չգիտեմ։ Շատ դժվար լինելու, բայց լավ կլիներ, որ դժվար չլիներ։ Այսօր կարտենք մեր վիդեոն, չմոռանաք լայք դնել, բաժան թողնել, ձեզ ես Գագոն, пока-пока, пока-пока։